հայ ժողովրդի, առաջին հերթին Հայաստանի ժողովրդի, ինչպես իրենք են նշում, կենսագործունեության, խաղաղ գոյության, բարգավաճման ամենագլխավոր նախապայմանը խաղաղությունն է, որը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդին ապրելու սեփական հայրենիքում, արարելու սեփական հայրենիքում, զերծ լինելու կոնֆլիկտից, կոնֆլիկտի վախից, անընդհատ ապրելու պատերազմի վախի պայմանների մեջ, հնարավորություն ունենալու տնտեսական զարգացման, հնարավորություն ունենալու բաց սահմաններով հարևանների հետ խաղաղ գոյակցության, հնարավորություն ունենալով ճամփորդելու, հնարավորություն ունենալով բացելու խաղաղ ուրեմն համակեցության դարաշրջան Հայաստանի ժողովրդի եւ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար։ Սա Հայաստանի Հանրապետության ժողովրդի գլխավոր շահն է։ Խաղաղությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ Հայաստանի պետության գլխավոր շահն է։ Այդ թե ինչու խաղաղությունը, այդ գլխավոր շահը չի համընկնում Հայաստան Դաշինքի եւ խորհրդարանական ընդդիմության շահի հետ։ Այդ դա բոլորովին այլ հարց է, որի մասին խոսել ենք եւ ելի կխոսենք, իմ ժամանակը պարզապես ավարտվեց, եթե դուք արձագանք եք։ Արձագանք։ Պարզապես սա տեսպես մակերեսային հարց չի, սա շատ խորքային հարց է, որովհետեւ մենք իրոք ունենք մարդիկ, հայրենակիցներ, որոնք ասեմ զոհ գնալով կամ կուլ գնալով քարոզչությանը իրոք հավատում են եւ եթե մի հայ էլ հավատում է, որ այս ամեն ինչը Հայաստանը թուրքացնելու համար է, Հայաստանը չլինելու համար է, ապա մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է այնպես բացատրել եւ այնպես անել, որ այդ մեկ մարդն էլ չդառնա քարոզչության զոհ։ Հիմա այս պնդում է, որ այս հայտարարությունը ոչ միայն առնչություն չունի իրական խաղաղության հետ, որն այդքան անհրաժեշտ է մեր երկրին, այն չի համապատասխանում իրավական, քաղաքական եւ Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգ կենսագործունեության էլի նվազագույն պահանջներին։ Հիմա ես խնդրում եմ դուք հիմնավորեք, թե այս հայտարարությունը իրավական առումով հակաիրավական է, թե իրավական։ Նկատի ունեք ազգային ժողովի հայտարարությունը։ Ազգային ժողովի հայտարարությունը ամբողջությամբ իրավական է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի չափանիշներին համապատասխան։ Սա մեկ։ Երկրորդը, ես բերեմ խաղաղության գլխավոր փաստարկը։ Հայաստանի Հանրապետությունում Հայաստան-Ադրբեջան սահմանին վերջին 1 տարի 7 ամսվա ընթացքում ոչ մի զինվոր չի զոհվել կրակոցից։ 1 տարի 7 ամսվա ընթացքում ոչ մի զինվոր չի զոհվել կրակոցից։ Սա խաղաղության ամենամեծ կռվանն է։ Ես կարող եմ այստեղ վերջակետ դնել ու այլ ոչ մի հիմնավորում չասել։ Եթե որևէ մեկի համար այն փաստը, որ 1 տարի 7 ամիս որևէ զինվոր մարտական պայմաններում չի զոհվել, դա հակառակորդի կրակոցից, եւ դա նրանք չեն համարում խաղաղություն, ուրեմն պետք է ընդհանրապես մտածել, այս մարդկանց իրական շահը որն է, այսինքն այդ մարդկանց իրական շահը այն պիտի լիներ, որ զինվորներ զոհվեին, որպեսզի կարողանային զինվորների զոհվելը, որպեսզի կոնֆլիկտը կարողանային օգտագործել Հայաստանի Հանրապետությունը բանի տակ պահելու, այդ թոկը վզին պահած պահելու տրամաբանությունը շարունակել։ Ես ասում եմ, խաղաղության ամենագլխավոր կռվանն ու փաստարկը սա է։ Վերջին 1 տարի 7 ամսում ոչ մի զինվոր չի զոհվել կրակոցից։ Վերջ, այստեղ կարելի է վերջակետ դնել։ Եվ մեր խնդիրն է, որ այդ 1 տարի 7 ամիսը դարձնել 17 տարի, 50 տարի, 100 տարի։ Հովիկ Աղազարյան, համաձայն։ Շնորհակալություն, պարոն Կոնջարյան, երկու հարց ունեմ։ Առաջինը խնդրում եմ բացատրեք, թե ինչով է պայմանավորված այս հայտարարության ընդունման անհրաժեշտությունը, եւ երկրորդ հարցս ձևակերպելու համար կարդամ 3-րդ կետից հայտարարության մի փոքրիկ հատված։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ հաղորդակցությանը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ Խնդրում եմ բացատրեք, փոխադարձ առավելություններ ասելով մենք ինչ նկատի ունենք, փոխադարձ առավելություններ այդ հատվածի վրա, որով տրվելու է անխոչնդոտ ճանապարհ մեր հարևաններին, թե փոխադարձ առավելություններ հետագայում։ Ուրեմն հայտարարության ընդունման անհրաժեշտությունը ես հիմնավորման մեջ իմ խոսքի սկզբում ասացի եւ նաեւ հայտարարության տեքստը ազգային ժողովի կայքում հիմնավորումների մեջ կա։ Ես արդեն նշեցի, որ
ծանրակշիռ փաստ է տեղի ունեցել եւ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն։ Դա մի բան է, որը ամեն օր կամ ամեն տարի կամ նույնիսկ ամեն մի տասնամյակում չի որ տեղի է ունենում։ Դա մի բան է, որի մասին երազել է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տասնամյակներ շարունակ եւ դա հաստատված փաստ է։ Եվ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը որպես պարլամենտական երկրի պարլամենտ մենք կարևորել ենք, որպեսզի փաստաթղթավորված կերպով արձանագրի խաղաղության հաստատման փաստը եւ նաեւ կոչ անի թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս գտնվող շահագրգիռ կողմերին պահպանելու, պաշտպանելու եւ զարգացնելու համար ուրեմն խաղաղությունը։ Ձեր երկրորդ հարցին երևի ճիշտ կլինի պատասխանեմ արձագանքից հետո, որովհետեւ ժամանակը սպառվեց, չեմ հասցնի այդ ընթացքում։ Խնդրում եմ բացատրեք, թե ինչ է նշանակում այդ փոխադարձ առավելությունները։ Դա վերաբերվում է այդ հատվածին, որ մենք տալիս ենք մեր հարևաններին անխնչուդուց միանալու համար իրենց երկու հատվածներին, թե հետագա մեր հաղորդակցությունների բացման հետ կապված։ Դա վերաբերվում է բոլոր այն ընթացակարգերին, ինչը որ կվերաբերվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կոմունիկացիաների ապաշրջափակման արդյունքում տեղի ունեցող ուրեմն փոխառընչություններին։ Բոլոր ամեն ինչ, ինչը որ վերաբերելի է լինելու Ադրբեջանի համար, վերաբերելի է լինելու նաև Հայաստանի համար։ Ես ուզում եմ ասել, որ այսօր այդ անխոչնդոտ բառը շատերի մոտ տարբեր նաև բաներ է առաջացնում, ուրեմն զգացողություններ եւ շատ մանիպուլացվում է։ Մենք այսօր տարբեր երկրների հետ ունենք անխոչնդոտ հաղորդակցության վերաբերյալ նաև փաստաթղթեր։ Անխոչնդոտը չի նշանակում որևէ օրենսդրական կարգավորումից դուրս։ Անխոչնդոտ նշանակում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, օրենսդրության, տարածքային ամբողջականության սահմաններում, բայց անխոչնդոտ այն տրամաբանության, որ մենք այսօր նաև այլ երկրների հետ ունենք անխոչնդոտ հաղորդակցություն։ Իսկ ինչ վերաբերում է փոխադարձ առավելությունների, նորից եմ ասում, այն ինչ որ վերաբերելի կլինի մեզ Ադրբեջանի համար Հայաստանի տարածքով անցնելու դեպքում նույնը վերաբերելի կլինի մեզ համար Ադրբեջանի տարածքով մեր անցման դեպքում երկկողմ տարանցիկ Հայաստան, Ադրբեջան տրամաբանության մեջ, այսինքն ամբողջությամբ իդենտիկ է լինելու փոխադարձ առավելությունը, ամբողջությամբ չի լինելու այնպիսի մի բան, որը որ վերաբերելի կլինի մեզ եւ վերաբերելի չի լինի Ադրբեջանին, կամ վերաբերելի կլինի Ադրբեջանին, որը վերաբերելի չի լինի մեզ։ 100% հայելային լինելու այս ամբողջը։